Բարի լույս սիրելի հետևորդներ ջան, ինչպե՞ս եք, ոնց եք, քեֆ, հալ, այսօր ես մի քիչ ուշ եմ արթնացել սիրելիներս, ասեք ինչու, դե գիտեք ամբողջ օրը գործ, գիշերը շատ ուշ եմ քնել, համարյա ժամը 3-ն էր որ քնեցի եւ այսօր ուշ եմ արթնացել, ժամը 7:30 ու հիմա իմ էներգետիկ ըմպելիքն եմ պատրաստում Կոֆես եմ դնում, կոֆես դնեմ, հազար ու մի գործ ունեմ, սիրելիներս, տեսեք, Շուշանը ինձ է սպասում, երեկոյան եմ լվացել, պատրաստ է, որ այսօր մարինատ անեմ, այսօր էլի ինչ գործեր ունեմ, ավելուկի կեսը պետք է հուսեմ, սիրելի հետևորդներս, և հողամաս գնամ իհարկե, շատ գործեր, մի խոսքով, կհետևեք ինձ և կտեսնեք ինչքան գործեր ունեմ, սիրելի հետևորդներս, մի պահ մտածեցի, որ այսօր ահա որ հոգնած եմ լինելու և գործերս չեմ կարող հասցնել, բայց սխալվեցի, հիմա կոֆեն դնեմ ու առաջի հերթին ինչ եմ անելով կարող է ասել, տոլման եմ պատրաստում, ուտելիքը, որ տղաս արթնանա հաց ուտի, մի խոսքով մի քիչ տան գործ ուղևորվենք հողամաս։ Սիրելի հետևորդներ ջան, շուտով դաշտի սեզոնը կփակվի և ես այդ մի գործից կպրծնեմ։ Իհարկե արդեն են սունկ հավաքելը, որ ասեմ գնալու եմ սունկ հավաքելու սուտ կլինի, որովհետև էլ չկա։ Երեք կա, նես չի որ չկա, արդեն վերջանում են, առած սեզոնը չի, արդեն ենքան եմ բերել, սիրելի հետևորդները, շատ եմ բերել ու ասում եմ դավոլնա, խվացիկ, դավոլնա, ես են լավ սուրճից տուփով համով կոֆեից մի հատ դնեմ, խմեմ խելքս կա, գլուխս, մտքերը ժողեմ, տեսնամ ինչ եմ անել, ինչ եմ թողել, ինչ եմ անել, ես կոֆեն էլ չունենք, խանութից վերցրեցինք, ասեմ, որ բանի պիտանի չի, չեմ խառնում, կթողեմ դիմակ, դեմքի դիմակ կամ մազերի դիմակ կպատրաստեմ, կոֆեեղի չթափես, ես երեք այստեղ, դադամ, այստեղ ես, մատերս էլ չի բռնում, այ ֆարշն եմ պատրաստել, ասեմ, որ սենց, որ կանանչին սոխը, կարմիր բիբարը արել եմ, ընտիր հոտա գալի են, որ խառնվել, բայց ես ամանը փոքր է, սիրելի հետևորդները, սա շատ փոքր է, այսպես, մի լավ կաթսայել տոլմա պատրաստեմ, ամեն անգամ որոշում եմ մի քիչ մեծ կաթսա առնեմ, որ սենց ահագին տոլմա լինի, ասում եմ լավ կառնեմ ու չեմ առնում, մի հատ մեծը կարգին պետք է, հարմարեցնեմ, կիշնեմ Եղեգնաձորից կվերցնեմ, ես պատմել եմ ձեզ, չէ, որ մի անգամ որոշեցի են կաթսաներից վերցնեմ, շատ լավն եմ պարսկական կաթսաներից, 7 կտոր է, 8 կտոր է, չգիտեմ, գնացի խանութ, որ վերցնեմ 19,000 դրամ էր այդ ամբողջ հավաքածուն ու ասում եմ լավ, մի հատ բացեք այդ ցելոֆանից հանեք, փաթեթավորումից հանեք կաթսաները տեսնեմ, որ վերցնեմ, չբացեցին, ասում են մի նայի, վերց գնա, մենք տենց ենք վաճառում, ու զարմացա շատ հետաքրքիր, մարդը եթե բանը առնում, պտի վերցնի, նայի, տեսնի, չէ, ես որ դառնալ, այդպես էլ բարկացած սիրելի հետևորդներս թողի եկա, ու այդ խանութ էլ չեմ մտնում, այլևս չեմ մտնում, նրանց վերաբերմունքից, սպասարկումից, չեմ մտնում այդ խանութը, մի խոսքով աստված իրանց հետ, ամեն մարդ ինքը գիտի ինչ է անում, ոնց է անում, ուղղակի ես այդ կաթսաներից շատ եմ ուզում, որովհետև համ բոլոր հարմար չափերը կան, համ էլ հաճելի է, ճիշտ է, ինքը մի քիչ մեջը սև է, բայց դե
կացա էր, իմ դուրը շատ են գալի ու նայում եմ ոչ մի տեղ չկա, սայթերով գրում եմ չեն պատասխանում, որ վերցնեմ այդպես։ Երած կաղամբը պետք է խաշեմ, սիրելի հետևորդներս, մի բան ճիշտ եմ ասում, հիմա տղաս տանը չլիներ, այս խառը գործերի հետ հաստատ տոլմա չէի պատրաստի, մի բան կսարքեի, ես ու Լիլիթը կուտենք, կսթրվենք տեղներս։ Ահա, դա ջուրը, թող էլի միացնեմ եռը։ Այս գազերի ձեռը կրակն գա, գազոջախի հայհայնել է գնացե, վայվայն է մնացե։ Ես տոլմայի միջուկը պատրաստեմ, ուրեմ կանաչիներ եմ կտրատել, նորից կարմիր պղպեղ լցրեցի, այստեղ արդեն ես կաղամբ ունեմ, նոր կաղամբն է։ Սրա միջինն էլ կհանեմ, սիրելի հետևորդներս, որ այս միջինը հանեմ, աղցան կպատրաստենք, բայց դե սա քիչ է, պիտի նազոն թռնի պատվալ, պիտի գնամ պատվալ, տերև բերեմ, խառը պատրաստեմ։ Շատ քիչ կլինի այս կաղամբը, սրանցով փորձեմ հասյանով է կլինի, փորձում եմ հանել, հնարավորինս չափ օգտագործել, կլինի, ինձ թվում է թազա կաղամբա, նոր կաղամբա, բայց նոր կաղամբ չի, կոպիտ է, չգիտեմ, անունը դրել են նոր կաղամբ, թե հիմա ոնց եմ պահում, ինչ ձև եմ պահում, չեմ կարող ասեմ։ Ուրեմն այստեղ սիրելի հետևորդներս ինձ մնում է, որ չոր ռեհան գցեմ։ Պարտադիր մի քիչ ես չորացրած ռեհան եմ օգտագործում։ Շատ չէ։ Եթե շատ եմ լցնում, համը շատ է տալիս, այն չի լինում։ Ասեմ, որ խոզի սալել եմ աղացել, էլ յուղ չեմ լցնի, որ շատ յուղը չլինի։ Մի քիչ ջուր, գոլից մի քիչ տաք է։ Չապեսին հոտեիկով։ Հիմա էլ ափսոս, որ կաղամբն է քիչ։ Պարշը կպանեմ, մեկ ուրիշ անգամ էլ կանեմ, պարտադիր չի մի տոննա անեմ, մի օր էլ կանեմ։ Հեսա բրինձել կլցնեմ։ Բրինձն էլ լվացի լցրի, սիրելի հետևորդներս ու Նազոյի գործը բացվեց։ Կաղամները տեղից քիչ են, մի հատ տեսնեմ ինչ աչ, շատ չխաշտեմ, չանեմ, մեկ կոպիտ են, մեկ չգիտեմ ինչ են, չեմ կարող ասեմ ես ինչ կաղամբներ են։ Մի հատ այս կողմի վրա նայեք, տեսեք, ինձ ինչ աշխատանքներ են սպասվում, ինչ գործեր։ Սիրելի հետևորդներս իջավ է նկուղ, այս զգույշ պիտի կտրեմ, որ չվնասեմ։ Հիմա, եթե արտաշատում լինենք, տերև, ստե տերևները փոքր են, բայց ես էլ վատ չի, կցեմ տաք ջուրը, մի քանի հատ է տերևով կանեմ, ես էլ դնում եմ սառնարան, բան չի լինում,
Ուզում եմ ասեմ, տեսեք լավ պահպանվում է։ Ահա, ու գնաց փաթաթելու process-ը։ Այս կաղամներն է փոքր են, բայց դե մի բան պիտի անենք։ Այս կոպիտ մասն էլ եմ դնելու։ Միջից հաստատ չի հելնի փախնի, սիրելի հետևորդներս։ Լիլիթ, հանի դուրս։ Տեղը տեղին պիտի փաթաթեմ։ Թուփն ու կաղամբը իրար հետ շատ համեղ, խառը հավեսին տոլմա է լինում։ Շլորիչիր եմ գցում արանքները, պարտադիր։ Յուրահատուկ համատալի։ Ես այս չրերը սիրում եմ։ Մեջս այս դնեմ, որ համը լավ տա։ Սա էլ տոլմայի սոխառածը։ Սիրելի հետևորդներս, լավ եղավ, միանգամից վերևը վրան կլցնեմ։ Սիրում եմ, որ տոլման կարմիր է լինում, լավ, սփռտնած տոլմա չեմ սիրում։ Երկու տերև էլ սենց դնում եմ վրան։ Դե չես տարկում։ Տոլմա։ Տոլմա։ Այո։ Այս թթվաշ տերև մերևները ես եմ սիրում։ Սիրելի հետևորդներս ու այդպես։ Որը ուտելիքն է, որ ուտենք, էներգիա լինի, աշխատենք։ Այս վերցնեմ։ Կափարիչով էլ փակում ենք, թող եղա, եթե ջուրը պակաս լինի կլցնեմ, ընթացքում էլ աղ, ահա, սա էլ տոլմա։ Չավեսին եղում է, բլբլ թալեն։ Այս անգամ շատ չեմ փաթաթել, որ ջուրը չհլնի թափվի, այս կաթսաս ամենամեծ կաթսան է, սրանից մեծ կաթսա պիտի առնեմ։ Մի հատ տոլմա հանեմ, տեսնեմ։ Չէ, դեռ չի եփել։ Չի եփել բրինձը, չի եփել, նորից դնում եմ տեղը։ Սիրելի հետևորդներս, երեկվա գործն եմ շարունակում։ Երեկվա գործը ավելուկ եմ հուսում։ Մինչև չպրծնեմ, տուն մաքրել չկա։ Այս ավելուկը չհուսեմ, տուն չեմ փոշեկուլի մաքրի։ Որոշեցի այստեղ դնեմ, հուսեմ, այնտեղ գետնին չնստեմ։ Արդեն թառամել է, հեշտ է լինում։
Приветики. Մամայի տղա, էնել էիր զբանը, զալը, եկամ հանիմ, բաց-եք քնել էիր, գրկամ տարամ տեղերը, հա, ու առաջվա փոքրը չի լիլիտ, որ գրկեմ տանեմ տեղերը, դու մտածիր գրկիմ տարամ, որ կարանայիմ կգրկեիմ, արդեն ինձանից տվե անցել եք, էլ դոր ձեզ գրկեմ ես, Բա, հանիմ գնաց տեղերը, ես այնենց է գիտեի, որ զալը կքնի, իրան էլ չի ծածկի։ Աշո ջան, են պաչկենը կոֆեի վերևն այն ամանի միջից մի լցրու։ Մի հատ ռեկլամնայա պաուզա անենք, կոֆե դնի աշս խմենք։ Տեսար մամատ իշքան գործ արի առավոտ շուտ արդեն։ Չի երևում։ Էլի հողամասի գործերն էլ ա սպասում իրեն։ Շուշանը զակատեմ այսօր, ավելուկները հուսեմ։ Երեք երեխեք, մառոժնիս այնենց է չկերա։ Սառնարանն ա։ Լարիստ է Լիլիթ։ Լիլիթ Էդ ոնց ա մնացել է սառնարաննա Լիլիթը ասում է իմ փորի մեջ ա Ամեն անգամ սիրելի հետևորդներս այդենց պաղպաղակա առնում բերում են Ես ընկնում եմ գործանելով չեմ ուտում Մնում ա ում բախտնա բերում Լիլիթի բախտնա բերում Հլում ուտում ա Այստեղ են ասում չուտողի մալը ուտողին հալալա, չէ? Ես էլ կտրեմ, կապեմ, որ գնամ կոֆե խմեմ, տղայիս ջրած կոֆեն, հողամաս էլ տանեն կոֆե աշ։ Թե են պաշկի մեջ մնաս, չէ? Ինչ ասում, գնամ կոֆե խմենք, թաթիկը վարա, լիլ, դենամ տոլման ինչ է լավ, հա դանդաղացրի, հա, կամացանը, վսյա, Սիրելի հետևորդներս հողամասից վերադարձանք եղանակը ամպեց, մի երկու կաթ էլ անձրև գցեց ճանապարհին ու ես հիմա պատշգամբում եմ, ցույց եմ տալիս, թե որտեղ եմ չորացնում ավելուկները։ Ահա, կախել եմ այստեղ, սիրելի հետևորդներս, բայց այսպես չեմ թողում։ Ահա, հավեսին ինքը պետք է օդ խաղա, չորանալուց պետք է օդ խաղա։ Ու քանի որ եղանակն էլ անպած է, ես պիտի բան գցեմ վրաները, թաքստոց եմ հիմա սարքում, որ համ չընկնի իրա վրա գրմխի տաքանա, համ էլ օդ խաղա։ Հիմա տեսեք, ամեն տարի այսպես եմ անում, ապահով սիրուն ծածկում եմ, սիրելի հետևորդներս, ահա, այսպես շարաններով դեռելի կա, երկար, սիրուն հուսել եմ մաքուր տեղը տեղին, դե որտեղ էլ որ չորացնես, ուզում ա տանիքում լինի, որտեղ էլ մեկ ա իրա վրա փոշի դնելու ա, դրա համար էփելուց նկատել եք, որ լավ տաք ջրով լվանում եմ, հետո սառը ջրով մի քանի անգամ, որ ով ասի, որ մաքուր է, փոշի չի դնում սութա, որտեղ էլ ուզում ես չորացրու, փոշի է դնելու։ Հիմա ես մոտիկ իրար մոտ կդնեմ, կմոտիկացնեմ սիրուն ավելուկները, որ իմ չեմ կպցնում իրար, բայց գեղեցիկ մոտիկացնում եմ
իրար չեմ կպցնում, որ չկպնի տաքանա, չնայած եղանակը հավեսինա, ենքան էլ շոկ չի, ու այսպես այս եղանակով, որ ես չորացնում եմ, շատ լավ կանաչ մնում է, չի փչանում, չի որդնում, չի ցեցոտում, ընտիր է լինում։ Դրել եմ այնտեղ, հազար պատրաստ, մեկ է տեսար, նորից գնացի դաշտ։ Էհտբար չկա։ Ուրեմ, այստեղ սա այս մի կողմից ինքը շուր, այս մի կողմից ցելոֆոն է։ Ցելոֆոնն էլ պաշտպանում է, որ անձրև չընկնի վրան։ Եթե անձրևը տվեց, շփեց վրան, ինքը սևանալու է։ Պարզ է ինչ եմ անում։ Հակում եմ։ Որտև անձրև է գալիս։ Շպիլկաներով ամրացնում եմ, որ քամին չքշի տանի։ Ուժեղ քամի էլ է լինում, ահա, այսիսն, ինքը չի վնասվելու, ու մի քանի շպիլկաներով էլ տեսեք ինչ եմ անում, մի քանի շպիլկաներով էլ, այսպեղ, ես կմնամ այստեղ, բայց ոչինչ, ահա, պարանից եմ ամրացնում, պաշտպանում է անձրևից, տունիկ եմ սարքում, տնակ, փոքր ժամանակ սենց բան չեք արել, ահա, չի կպնում ինքը ավելուկներին, այնքան որ պաշտպանում է, ահա, մի հատ այստեղից էլ ցույց տամ, տեսեք ինչ հավեսին տնակ սարքեցի, այս կողմի դուռը բացեմ, այս սենյակի ու ձեզ ցուցադրեմ, թե մոտավոր ինչ ես արեցի, այսպես կախվել է, համ արևը չի ընկնում վրան, համ անձրևն է պաշտպանում, այսպես տնակ սարքեցի ավելուկներին, չարչարանքս, որ չընկնի ջուրը, սիրելի հետևորդներս, այդքան չարչարվել եմ, այս չորացնելու պահն էլ պետք է տեղը տեղին հավեսին չորացնենք, դե ինչ անում ենք, ինչ ստեղծում ենք, ուրախությամբ թող ուտենք, մեր չարչարանքներին էլ ապաշխարանք, այդպես են չէ ասում, ես էլ անցնեմ տուն, էլի շատ գործեր ունեմ, Սիրելի հետևորդներ, մինչև Շուշանի մարինատ անելը, ձեզ ցուցադրում եմ, թե ով է պովերը, ով է պատրաստել, Աշոտը ինչ է պատրաստել, ֆրեշ, հա? Ձե ինչի հանում, ինչ ես լցե մեջ, Աշոտ, ես չտեսա, մենակ տեսա, որ արդեն ինքը հարել է, ինչ ես լցրել? Ասեմ հետո։ Գաղտնի բաղադրատոմսա, ոնց որ թե երևաց նարինջա լցրել, բանան, լալերեն է խոսում, մառոժնի, բանան, նարինջ, էլ ինչ, յոգուրտ է լցրել, տեսնենք ինչ է, հիմա հլը բացի, ինչ էլ լավ հարել ես, լավ չել է, ընտիր այլ է, Սիրելի հետևորդներ, Շուշանի մարինատ եմ անում, բայց այս տարի ուրիշ բաղադրատոմսով եմ անում, մեկ այլ բաղադրատոմսով, անցած տարի խաշել եմ, նոր եմ տեղավորել, դասավորել բանկաների մեջ, այս տարի թողել եմ մի քիչ թառամելա ու դասավորում եմ բանկաների մեջ, 4 բանկա լցրել եմ, մնաց 3 հատ, որովհետև այս կաթսան 7 հատ է տանում, Սա 7 հատ կփակեմ, մնացածն էլ ինչ մնա, թթու կդնեմ, այսպես դե դասավորեմ հիմա,
նեղատեղը չի երևում։ Իրելի հետևորդներ, հիմա այս բանկաները վերցնեմ, բերեմ այս կողմ և դատարկ բանկա դնեմ, տեսեք այսպես գեղեցիկ դասավորել եմ, կիսա առանց խաշել, թառամել եմ մի քիչ ու ես մարինատ եմ անում, սա այստեղ և այստեղ, ահա, մեկ բան կա, ոնց եմ դասավորում, վերցնում եմ ահա շուշանները, ինչ լավ շուշաններ են, չէ, ու դասավորում եմ, այս տարի փորձում եմ այս ձևով, առանց խաշել, լավ լվացել եմ, դե արդեն տեսել եք ինչքան եմ չարչարվել, լվացել, պետք է սեղմենք, որ լավ տանի։ Այս տարի էլ փորձեմ այս բաղադրատոմսով, գիտեք ինչու ենք խաշում հիմնականը, սիրելի հետևորդներս, որ բանկայի մեջ տարողությունը շատ լինի, անենց էլ կարողա լղկվի, այս տարի թողեցի թառամեց, համել ժամանակս ճիշտն ասած չեր ներում, մինչև 1000 գործ մորց, սա էլ թառամեց, այսպես, հետո ես մի քիչ ես տերևները թողնում եմ վրան, տերևները թողնում եմ վրան, տերևներով էլ համովա, մենակ զոխերը չեմ բանանում, սա էլ դասավորեցի, ջոկում եմ լավերը, հարմարները, այն էլ չնայած բոլորն էլ լավն են, այն էլ թթու կդնեմ, թթու վիճակում կուտենք, սա հիմնականը ձմռան համար, Ոնքան եմ տանջվել, որ լվացել եմ, լավերն եմ փորձում փակել, ողջ աշխարհն է քնած, արթուն եմ միայն ես, գիշերվա 1000.5, գիշերվա 1:30, ու իմ մարինատն եմ փակում, լավ երգեր չէ, սիրելի հետևորդներս, այս կյանքից հոգնած, ողջ աշխարհն է քնած, արթուն եմ միայն ես, գիշերվա 1000.5, ահա, սա էլ փակեցի, և մնաց վերջի 7-րդ բանկան, սիրելի հետևորդներս, վերջինը գետ մնա ինձ հետ, իրոք սիրելի հետևորդներս, բոլորը քնած են, բայց ես իմ գործերն եմ, գիշերվա 1000-ն է, ես այս շուշանը չեմ ուզում թողել վաղվան առանց հետել և վաղը 1000 ու մի գործեր,
Ասեն շուրումուր տանք, լավիկներին հանենք, ահա, որ լղտիկներին էլի, Ոնց է գործերը դեպքում։ ահա որ, Կաթելա։ դու ինչի քնած չես, Մոտ գիշերային զոհրա։ հմ, Աղեմ ուզում բանուտը։ աղի, պանիր, մուկը պանիր շատ է սիրում, Լիլիթն է քնած չի, Լիլիթը սիրում է ուշ քնել, շուտ արթնանալ, իմ նման, չէ Լիլիթ, չի սիրում քնել, Ոնց ինչ է սա ամառեկա։ ինչ ես անելու ամառը, Դու բան, գործի միանից չես եկալու։ հա, ճիշտ է, ես արձակուրդ եմ վերցնելու, գնալու ենք ես ու դու Դուբայ, հա, ինչի է, Բիլետների փողը մեր տունը ռեմոնտ արա։ ինչ, Մեր տունը ռեմոնտ արել։ ինչով, Փողով։ Աման, ասել բիլետի փողով մեր տունը ռեմոնտ արա, Մյուս տարի կեթանք։ ճիշտ ես ասում Լիլիթ ջան, մենք նորմալ գեղեցիկ տանն ենք նստած հասցեք։ Փաստորեն Լիլիթն էլ է ուզում, որ մենք մեր տունը ռեմոնտենք, Այդ բասում ես ուզում ես այդ պատը ջարդել, որ կուխնին զալյան։ կայնի լավ Լիլիթ, մի խանգարի տենա մերդ ինչ քարատալ իրա, մի խանգարի մերդ տենա ինչ քարատալ իրա, կոտին, սիրելի հետևորդները, սա էլ ավելացավ, 7 բան կան, ծովա, ես էլ վաղը գործիս կգամ, խաշեմ, թթու կդնեմ, ես էլ սենց, ես էլ պեղինք, իրելի հետևորդները, սրանից է պրծան, կապեմ դնեմ սառնարան, թե չէ կսևանա, բանկաները դնենք, նենց բերենք, ահա, 7 բան կա, ուրախությունով լինի, ուրախ ուտենք, անփորձանք ուտենք, սիրելի հետևորդներս, առողջ ուտենք, ուտենք, հա ուտենք, ինչ բաղադրիչներ եմ ավելացնում, աղ եմ ավելացնում, յուրաքանչյուր բանկային 2 թեյի գթալ աղ, 2, 1, 2, 1, 2, 1, 2, այս մեկը ոնց որ ավելորդ է, և յուրաքանչյուր բանկային սիրելի հետևորդներս ավելացնում եմ 1 ճաշի գթալ, փոքրիկ է իհարկե ճաշի գթալը, էսենցիա, սկզբից եմ լցնում ու դնում եմ եռումը, վերջում չեմ լցնում, նոր փակ է, ու սիրելի հետևորդներս կացանել տաք ջուրա, սա էլ ահա եռացրած ջուր եմ լցնում, որ շուտ եռա էլի,
Մի հատ էլ եռացնեմ, որ հերիքի։ Ջուրը լցրեցի թռան երեսը։ Այս անգամ այս տարբերակով սիրելի հետևորդներս այսպես ավելի կանաչա լինում, հավեսինա լինում, սիրունա լինում, չի լղկվում։ Տաք ջուր որ լցնում ենք, համ էլ նստում այս։ Ահա, այսի կիսատեր։ Էլի պակաս է։ Այսպես, սիրելի հետևորդներս, և արդեն բանկաները, սիրելի հետևորդներ, տեղափոխում եմ կացայի մեջ, կացայի ջուրն էլ է տաք, համարյա եռալու աստիճան է, սենց ավելի արագ է լինում ու հեշտ հարմար։ 15 րոպե եմ եռացնելու ու փակեմ։ Ահա, թող եռա։ Էսա շուտով կսկսի եռալ, քանի որ եռացրած ջուր օգտագործեցի։ Ահա, սկսեց եռալ, սիրելի հետևորդներս, 15 րոպե ժամանակ եմ պահում, 15 րոպե պահում եմ ու փակում։ Թող լավ եռա։ Սիրելի հետևորդներ, 15 րոպեն լրացավ։ Եվ մի քիչ կամաց եմ անում, որ այդ բղբղկալու ջուրը չխանգարի ինձ, բանկաները վերցնեմ։ Եվ փակում եմ ուրախությամբ և Արկադիի թևավոր խոսքերը անփորձանք, այդքան չարչարվել եմ չթռնի, լավ լինի, առողջ ուտենք, անփորձանք ուտենք, համեցեք հյուր։ Սիրելի հետևորդներս, ես զակատեցի, պահածոյացրի շուշանը ու վերջացրեցի։ Շատ լավ ստացվել է, տեսեք, նման փորձանք ուտենք, սիրելի հետևորդներս, շատ լավն է։ Ահա, դե ինձ սիրելի հետևորդներ, ձեզ ասում եմ բարի գիշեր, լավ եղեք, առողջ եղեք, ամենակարևորը, ինչ էլ կպատրաստեք, կստեղծեք, անփորձանք ուտեք, ձեր ընտանիքի, հարազատների, բարեկամների հետ միասին։ Բարի գիշեր եմ ասում բոլորիդ, ստացրեցի իմ այսօրվա գործը, և խոհանոցիս գործն էլ հասցրեցի անել, մաքրել, տեղը տեղին, լվանալ, մի խոսքով, բերեմ մի հատ էլ ծածկեմ ծածկոցով ու վերջ, և բոլորիդ էլ ասում եմ բարի գիշեր, բարի խաղաղ գիշեր։